Գործք առաքելոց, երկրորդ գլուխ։ Պենտեկոստեի օրերը լրանալուց հետո բոլորը միասիրտ ու միատեղ էին։ Եվ հանկարծ երկնքից սաստիկ հողմի նման մի ձայն հնչեց ու լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրեղեն լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։ Եվ այդ պահին Երուսաղեմում էին գտնվում բարեպաշտ հրեաներ, երկյուղած մարդիկ, երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եվ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ Ամենքը սքանչանում էին և զարմանում, ասելով միմյանց. Չեք տեսնում, բոլոր այս խոսողները գալիլեացիներ են։ Բայց մենք ինչպես ենք նրանց լսում մեր յուրաքանչյուրի բարբառով, որի մեջ ծնվել ենք։ Մենք պարթևներ, մարեր ու իլամացիներ։ Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում, Փրյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ, թե հրեաներ և թե հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով խոսում են Աստծո մեծագործությունների մասին։ Բոլորը սքանչանում էին, զարմանում և միմյանց ասում. Ինչ կարող է լինել սա։ Իսկ ուրիշներ ծաղրելով ասում էին. Հարբած են։ Պետրոսը 11-ի հետ վեր կենալով բարձրացրեց իր ձայնը և ասաց. Ով հրեաստանցիներ և ամենքդ, որ Երուսաղեմում եք գտնվում, այս թող հայտնի լինի ձեզ և ականջ դրեք իմ խոսքերին։ Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ դեռ օրվա 3-րդ ժամն է։ Այլ այս է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով. և վերջին օրերին պիտի լինի, ասում է Աստված, որ իմ հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլներ, և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Եվ իմ ծառաների ու իմ աղախինների վրա այն օրերին իմ հոգուց պիտի հեղեմ, և նրանք պիտի մարգարեանան։ Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը երկնքում և նշաններ ներքևում երկրի վրա, արյուն և հուր և ծխի մրիկ։ Արեգակը խավարի պիտի փոխակերպվի, լուսինն էլ արյան պես կարմիր պիտի դառնա, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եվ այնպես պիտի լինի, որ Տիրոջ անունը կանչող ամեն ոք պիտի փրկվի։ Ով իսրայելացիներ, լսեք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն, այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։ Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան, ում Աստված հարություն տվեց, քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։ Դավիթն ինքը Հիսուսի մասին ասում է. Տիրոջը սկզբից իսկ ամեն ժամ տեսնում է իմ առաջ, որովհետև իմ աջ կողմում էր, որպեսզի չսասանվեի։ Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց, մարմինս էլ պիտի ապրի հույսով։ Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու, և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինն ապականվի։ Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները, քաղցրորեն լցրիր ինձ քո ներկայության ուրախությամբ։ Ով եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և մեռավ, և թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր։ Բայց որովհետև նա մարգարե էր, և գիտեր, որ Աստված նրան երդմամբ խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա, ուստի մարգարեաբար խոսեց Քրիստոսի հարության մասին, թե նրա հոգին գերեզմանում չմնաց, և ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ։
Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ Աստծու զորությամբ բարձրանալով հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք։ Իսկ որ Դավիթը երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. Տերն ասաց իմ Տիրոջը. նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերի տակ դնեմ իբրև պատվանդան։ Արդ Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան եւ Տեր եւ օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք։ Այս լսելով ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. Ինչ պիտի անենք, եղբայրներ։ Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. Ապաշխարեք, եւ ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ Քանզի խոստումը ձեզ ձեր որդիների եւ բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը, մեր Աստվածը։ Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. Ազատեք ձեզ այս խոտորյալ սերնդից։ Ոմանք հոժարությամբ ընդունելով նրա խոսքը մկրտվեցին, եւ այն օրը նրանք մոտ 3000 հոգով ավելացան։ Եվ նրանք շարունակ առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ էին։ Ամեն մարդու վրա ահ ու երկյուղ էր ընկել, որովհետև առաքյալների ձեռքով բազում նշաններ եւ զարմանահրաշ գործեր էին կատարվում։ Իսկ հավատացյալներն ամենքը միասին էին, եւ նրանց ունեցվածքն էլ ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը եւ բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։ Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում, ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։